Բարեկամներ, մենք Արագածի գագաթին ենք։ Այստեղ մեծագույն պատասխանատվությամբ սկսում ենք հոգևոր հայքի բացառիկ համաժողով։ Այս անսովոր համաժողովը կարող է կայանալ միայն երկնքի տակ, ուր մեր հանդիսասրահի երկնքի պես անսահման հայքն է, լսարանը, համայն հայությունը։ Օրը մարտի 21-ն է, հնագույն տոմարով հայոց նոր տարին։ Այս խորհրդանշական օրը նշանավորենք որպես մուտք մեր աշխարհ։ Այսօրվանից հռչակում ենք հայքի, հայոց ժամանակի, տիեզերքից հնչող նոր քաղաքակրթական համակարգի մուտքը։ Բացման խոսքը տրվում է հայքի քաղաքակրթական խորհրդի նախագահ պրոֆեսոր Լևոն Բեկլանյանը։ Բարև ձեզ, հարգելի բարեկամներ։ Ես ուրախ եմ ձեզ ողջունելու շատ հետաքրքիր եւ պատմական ժամանակներում ենք ապրում։ Ես ձեզ բոլորին շնորհավորում եմ հայքի տուն վերադառնալ։ Մենք վերադառնում ենք մեր տուն։ Դա շատ կարևոր է։ Այս անհասկանալի, բռի, կոպիտ, անմարդկային աշխարհում։ Հոգևոր հայքը ներկայացնող գաղափարախոսական զեկուցումների հարկը նույնպես չկա։ Զեկույցները հնչեցրել են մեր փառավոր նախնիները, Մաշտոցից մինչև Նարեկացի, մինչև Թումանյան ու Չարենց, հայոց աստվածներից մինչև Անդրանիկ ու Նժդեհ, Գողթան երկիշներից մինչև Կոմիտաս։ Հոգևոր հայքը դեպի հայք տանող ուղին։ Բարձրանալ վեր, դեպի մեզ։ Վերելքի խորթով հենց այդ հրամայականն է ավետում մեր այս համաժողովը։ Խորհրդանշական վերելք դեպի հայք, դեպի մեր ինքնությունը։ Մեզ մնում է մեր պատասխանատվությունը, ճանաչել զիմաստնություն և Սոկրատ, իմանալ զբանս պատճառը։ Հազարամյա փառահեղ ինքնության կորուստ, դրախտավայրի կորուստ, միլիոնավոր զոհեր, տասնյակ միլիոնավոր չծնված լուսե մանուկներ։ Ուսանողության մղող համընդհանուր խավարում ճչում է ժամանակի ու հայոց աստվածների անկասելի հրամայականը, սթափեցնող ապտակը, անհավատալի, ամոթալի ինքնադավաճանությունը այս նվաստ իրողությունը հանդուրժելը, աստվածների առաջ, ամեն օր բացվող լույսի առաջ։ Չհանդուրժելով հակաքաղաքակրթական աշխարհակարգը, որն այլևս գոյաբանական առավիրք է և վտանգում է մարդկության գոյությունն իսկ, հաշվի առնելով մասնավորապես հայ ժողովրդի և նրա վտանգված պետականության տագնապալի իրողությունը, թելադրված հնագույն առարչական քաղաքակրթությունների և նրա ակունքներից եկող հայ ժողովրդի պատմական առաքելությամբ, հռչակում ենք հոգևոր հայքի մուտքը աշխարհ, որպես քաղաքակրթական անվտանգության հանձնառու, նոր մարդակենտրոն քաղաքակրթության մունետիկ ու սպասարկու, որպես համընդհանուր արդարությանը հետամուտ աշխարհասփյուռ հայ ժողովրդին ու նրա անբեկանելի պահանջատիրությունը ներկայացնող իրական սուբյեկտ ու կառավարման նորովի համակարգ։ Այս պահի մեջ է երկիր կայացնելու ոչ ստանդարտ լուծումները։ Արթնացեք, միավորվեք, լույսը բացվում է։ Ուր եք բացվող լուսաստղին ընդառաջ գնացող գեր։